Նոր ձայնագրություններ են հրապարակվել կալուգացի օլիգարխի կամ ավելի ճիշտ կալուգացի շպիոնի կուսակցության արկածներից։ Հələ լսեք սրանք էլի ինչեր են խոսում իրար մասին։ Ինչքան կանգնագետ էշ կա հայկած բերել լսել է ինձ ասո Ասում են ինչքան էշ կա բերը հավաքել եք մեր շուրջը։ Հասկանում եք, չէ՞։ Այս արտահայտությունները նրանք ասում են այն մարդկանց մասին, ովքեր իրան շուրջն են հավաքված, ում փող են տալիս, որ իրանց համար ինչ որ հանցագործության գնան, ինչ որ գործ անեն, հանցավոր գործեր անեն։ Մի հատ էլ հետաքրքիր դրվագ կա այս ձայնագրության մեջ։ Սահմանափակվը սրանց միջով հունիսի 8-ը պետք է քերես փողերը։ Ասում է մինչև հունիսի 8-ը պետքա ինչքան կարանք քերենք։ Հասկանում եք, չէ՞, ինչա կատարվում սրանց թիմի ներսում։ Գցում են իրար, ինչ ասես չեն ասում իրար, հայոյում են իրար հետևից, ինչ ասես չեն խոսում։ Անսկզբունք, անինքնասեր մարդկանց մի հավաքածու։ Չնայած էլ ինչ պետքա ասել մարդկանց մասին, ովքեր փորձում են Հայաստանի Հանրապետությունում փողով կամ այլ հանցավոր միջոցով գնել մարդկանց իրավունքը, ազդել մարդկանց ընտրական իրավունքի վրա եւ այդպիսով վաճառել մեր պետությունը։ Ոչ մի լավ բան հաստատապես չի կարելի ասել։ Ու հələ սրանք էլ տեղեր կա նստում են արտահայտվում են թե բա ինքնասիրություն ով ունի պետքա գնա ընտրի կալուգացի օլիգարխի կուսակցությանը։ Լրիվ հակառակն է։ Պետությունը հարգող, սիրող, ինքնասիրություն ունեցող մարդիկ գնալու են եւ ընտրելու են ազատությունը, ընտրելու են խաղաղությունը եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, հատկապես այս կալուգացի օլիգարխի, կալուգացի շպիոնի կուսակցությունը պետքա ստանա 0 ձայն, ջախջախվի առաջիկա ընտրություններում եւ հույս էլ չունենա խորհրդարան անցնելու մասին, որովհետեւ պետքա վերջնականապես փակվի գործակալական ցանցի պատմությունը Հայաստանի Հանրապետությունում, ել չեմ խոսում գործակալական ցանցի գոյությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։